Պարոն Շահրամանյան, վերադառնալով ներդրումային ֆոնդին, դուք չասացիք սկզբում իմ հարցին ի պատասխան, որքան գումար կա այդ ֆոնդում, ինչպես է սառեցվել, եւ դուք առաջարկում եք գնալ ժամը 10-ին հավաքվել, նախ հավաքվել ձեզ մոտ, հետո գնաք ինչ-որ խմբով դատախազություն եւ դիմել եք, որ դատախազը ձեզ ընդունի, թե ոնց եք պատկասում։ Նայեք, ես նշել եմ, որ բազմաթիվ անգամ հանդիպել եմ նախաձեռնող խմբի հետ։ Նախ ինչքան գումար կա։ Ներդրումային հիմնադրամի գումարները այս պահին սառեցված են, հստակ թիվ չեմ կարող ասեմ, բայց նաև կա ընդհանուր բյուջետային մնացորդները եղել են մոտ 1.4 միլիարդի կարգի։ Իսկ հիմա։ Հիմա այսպես թալանից հետո էլի։ Չէ, դա ես ասում եմ Հայաստան տեղափոխվելուց հետո 1.4 միլիարդ դրամի 1.4 միլիարդ բյուջետային մնացորդներ ունենք, որոնք Հայաստանի կառավարության որոշման համաձայն իրենց հետ համաձայնեցնելով ծախսում են միայն ու միայն սոցիալական աջակցություններ, չէ, դրամի մասն է խոսքը։ Եվ մի բան էլ գործընկերներից հիշեցին, որ մամուլում տեղեկություն կար, որ եթե նոր նախագահի ժամկետը լրանում է Սամվել Բաբայանն է հավակնում, ինձ հետաքրքիր է առասարակ հանձնված պետության այդ նախագահի պաշտոնը ինչքանով է կարևոր էլի, եւ եթե գա ժամկետ այդ ընտրությունները դուք ոնց եք կազմակերպելու, ինչ եք անելու, առաջադրվել եք թե ոչ։ Ինձ թվում է առաջիկայում բոլոր ձեր հարցերին պատասխանը ստանալու եք հրապարակային։ Ինչ ձևաչափով։ Հրապարակային։ Պարոն նախագահ, օրենս տեղի ունեցել նիստ խորհրդարանում օրենսդրական փոփոխություններ են կատարվել, որպեսզի Արցախի նախագահի ինստիտուտը մշտապես հնարավորություն ունենա գործելու մինչև համապետական ընտրություններ իրականացնելը։ Կասեք, կմեկնաբանեք, ինչու ենք այդքան կարևորում Արցախի նախագահի, Արցախի կառավարության ինստիտուտների պահպանումը։ Այո, դա պետական ինստիտուտներ է, որը պետք է պահպանվի, որպեսզի հետագայում մենք հնարավորություն ունենալ լեգիտիմ ներկայացուցիչներ, հետագա բանակցությունների, քննարկումների, շփումների համար։ Շնորհակալ։ Ներդրումային ֆոնդով տենց է լավ չհասկացանք, պարոն Շահրամանյան, դատախազին եք ուզում որ հանդիպեք։ Հա, ձեր հարցին չպատասխանեց, ուրեմն ես որ հրավիրել եմ ժամը 10-ին նախաձեռնող խմբին, ես կփորձեմ մեր խորհրդակներով ձեռք բերել պայմանավորություն դատախազի, քննչական կոմիտեի նախագահի, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի եւ կխնդրեմ ընդունել նախաձեռնող խմբին, իրենք հնարավորություն կունենալ հղել իրենց հարցերը, ուղղել հարցերը եւ ստանալ սպառիչ պատասխանել եւ հրապարակել մեր ժողովրդին։ Մենք թաքցնելու ոչինչ չունենք։ Ես կողմ եմ, որպեսզի այդ կոռուպցիոն բնույթի հանցագործությունները բացահայտվեն, մեղավորները պատժվեն, վերջապես ժողովուրդը իմանա ովքեր են մեղավորները եւ դա չպրոյեկցվի բոլորի վրա։ Դա մեր համար էլ է շատ դժվար, որովհետև այսօր դուք ինչպես նշում եք, նախագահին են փորձում թիրախավորել, մեղադրել։ Ով է հանում, միտեղ այստեղ Սամվել Բաբայանի կողմից ուղղորդում տեսնում եք դուք։ Ձեր եւ այս ակցիաների մեջ։ Ես 3 Սամվել Բաբայանի հետ քննարկել եմ, ինքը կտրուկ մերժել է իր հնարավոր ինչ որ առնչությունը այս բողոքի ակցիային եւ տարածել է համապատասխան հայտարարություն։ Ինձ թվում է մնացած հարցերը լավ կլինի ուղղակի։